Մի քիչ ուզում եմ խոսել նաև Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին, որ գիտեք վերջի շրջանում Սփյուռքում որոշ ահազանգեր եղավ, որոշ կարծիքներ եղավ, հատկապես կաթողիկոսական ընտրությունների մասին, թե Հայաստանի կառավարությունը փորձում է միջամտել կամ ինչ-որ միջամտություն է ուզում ցուցաբերել կաթողիկոսական ընտրությունների համար, թերևս Հայաստանի կառավարությունը պետք է ինչ-որ ձևով կարծում եմ մասնակից լինի կաթողիկոսական ընտրությանը, որովհետև կաթողիկոսը Հայաստանի Հանրապետությանն է, բայց ես կուզենայի ձեր անմիջական կարծիքը, եթե կարելի է մեր հանդիսատեսին, թե ինչպես է դուք տրամադրված այս խնդրին։ Կաթողիկոսական ընտրությունները ամենայն հայոց ընտրություններ են, որովհետև մենք ընտրում ենք ամենայն հայոց կաթողիկոս։ Պետական որևէ միջամտություն այս ընթացքին չի եղել, բացի նրանից, որ պետությունը ինքը նմանապես այս երկրի հայերիս պետությունն է եւ սկսած նախագահից, վարչապետից մինչեւ վերջին պաշտոնյաներ հայ քրիստոնյաներ են եւ իրենց մասնակցությունը պիտի բերեն այս ընտրություններին, բնականաբար նաեւ սեփական կարծիք ունենալու իրավունք ունեն, բայց պետության կողմից, որևէ կառույցի կողմից որևէ միջամտություն չի եղել եւ չի կարող լինել, սա արհեստականացված խնդիր է եւ անհեթեթ կլիներ այս մասին խոսել, եթե ցավալիորեն տարածված չլիներ այս խնդիրը։ Միայն դրա համար եմ այս մասին խոսում, այլապես այս խնդրից ուղղակի չի անդրադառնա։ Ամենայն հայոց կաթողիկոսին պիտի ընտրի հայ ժողովուրդը, դա լինի Միացյալ Նահանգներում, Ապարանում, Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանում թե այլուր, որևէ նշանակություն չունի։ Հայաստանի կառավարությունը բնականաբար որևէ ազդեցություն չի կարող ունենալ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի այլ տեղերի պատվիրակների վրա, իսկ Հայաստանի Հանրապետությունում մեր պատվիրակների վրա մենք ազդեցություն ունենալ չենք ուզում։ Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ պիտի ընտրվի լավագույնը, պիտի ընտրվի ժողովրդի կողմից, պիտի ընտրվի մարդ, որը կարողանա հայ եկեղեցին ոգևորել, ոգեշնչել, հատկապես Հայաստանի Հանրապետությունում, քանի որ եկեղեցին ցավոք սրտի Հայաստանում վերջին տարիներին դիրքերը բավականին զիջել է եւ հոգեվոր կյանքի առումով մենք շատ ու շատ աշխատանք ունենք կատարելու, հոգեվոր կյանքը, հոգեվոր զարթոնքը նաեւ պետական անվտանգության խնդիր է դարել, որովհետեւ առանց համապատասխան հոգեվոր մթնոլորտի միջավայրի դժվար է իրականացնել ցանկացած ծրագիր տնտեսական։ Շատ ճիշտ եք, միանգամայն ձեզ հետ համաձայն եմ եւ շնորհավորում եմ այս մտքի համար։ Շնորհակալություն։ Ես եւս ունեմ էլի հարց, պարոն վարչապետ։ Սեպտեմբերի 18-ին Հայաստանում տեղի ունեցավ ներդրողների համաժողով